Ժողովուրդը գրում է. ընդդիմադիր պատգամավոր ընտրվելը քրեական հետապնդման հիմք է դառնում։ Գլխավոր դատախազությունը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով Հայաստան դաշինքի առաջնորդ պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի, պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի եւ Ռուսլան Բարսեղյանի, ինչպես նաեւ Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու նպատակով։ Թե ինչ հիմքերով է դատախազությունը դիմել ԿԸՀ, առայժմ հայտնի չէ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում չեն բացահայտում իշխանության բովանդակությունը, իսկ դատախազությունից հրաժարվում են մանրամասներ ներկայացնել։ Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ իշխանության կողմից որպես հիմնական քաղաքական հակակշիռ դիտարկվող ազդեցիկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրավապահ մարմինները կարող են հերթականությամբ նախաձեռնել նոր վարույթներ։ Կարևոր չէ թե ինչ հիմքով կամ հիմնավորվածությամբ։ Իշխանությունը մտադիր չէ հրաժարվել իր հրապարակային քաղաքական օրակարգից։ Ընդդիմադիր շրջանակներում այս զարգացումները գնահատվում են որպես քաղաքական ճնշումների հնարավոր նոր փուլ, հատկապես այն պայմաններում, երբ ընդդիմությունը պատրաստվում է սահմանադրական դատարանում վիճարկել ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Նրանց համոզմամբ իրավապահ համակարգի միջոցով ընդդիմության առանցքային դերակատարների նկատմամբ գործողությունները կարող են էական ազդեցություն ունենալ հետընտրական քաղաքական գործընթացների չեզոքացման վրա։ Հրապարակը գրում է. ընտրություններից առաջ մեզ համոզում էին, որ վարչապետն ու նրա կինը միմյանց հետ որևէ իրավական, անգամ քաղաքացիական կապ չունեն։ Ինքը Աննա Հակոբյանը նախ հեռացավ կառավարական ամառանոցից, մի քանի ամիս անհետացավ ասպարեզից, իսկ ընտրությունների օրը հանկարծ հայտնվեց եւ արդեն ներկայանում են որպես մեկ ընտանիք, մեկ քաղաքական թիմ։ Կառավարության տրամադրած միջոցներով էլ ամսվա վերջին նա մեկնում է ԱՄՆ առաջին տիկնանց համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու։ Այս պարագայում բնական հարց է առաջանում, եթե նախընտրական շրջանում էլ Աննա Հակոբյանը վարչապետի կինն էր եւ նրա ղեկավարեց «Իմ քայլը» հիմնադրամն իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր ու նյութական աջակցություն տրամադրել հարյուրավոր անձանց ընտանիքների, ապա իրավապահ մարմիններն ինչու չեն գնահատում այդ գործընթացների համապատասխանությունը ընտրական եւ քրեական օրենսդրության պահանջներին։ Որևէ ուսումնասիրություն եղել է «Իմ քայլի» հետ կապված։ Եթե ընտրություններից առաջ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կապ չունեին, փաստարկն էին օգտագործում, իսկ ընտրություններից հետո պարզվեց ընտանիք են եւ Աննա Հակոբյանն էլ առաջին տիկինն է, ապա ակնհայտորեն օրենք է խախտվել։ Օրենքը գործել են դիմության նկատմամբ, իշխանությունն օրենքից դուրս է գործել։ Եթե նույն չափանիշները գործեին բոլորի համար, ապա Աննա Հակոբյանի ԱՄՆ մեկնելու օրը ԱԱԾ օդանավակայանից տեսանյութ պետք է տրամադրի որևէ լրատվամիջոցի, որը կհրապարակվի նման մի վերնագրով։ Բարեգործության արգելքի հնարավոր խախտման գործով Աննա Հակոբյանը փորձել է փախչել երկրից։ Հետո նրան պետք է տեղափոխեն ուղիղ մեկուսարան, գոնե արգել են երկիրը լքել։ Հրապարակը գրում է. հունիսի 7-ի ընտրություններից հետո 3 խորհրդարանի առաջին նիստն էր, որին նաև Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում։ Բայց ազգային ժողովի դահլիճը հոգեհանգստի սրահ էր հիշեցնում։ ԿՊՀ-ական պատգամավորները եւ նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը եկած կառավարության անդամները շատ մռայլ էին ու մտահոգ։ Հաղթած իշխանականները բոլորովին հաղթողի տեսք չունեին, ընկճված էին ու անտրամադիր։ Թերթի իշխանական աղբյուրները խոստովանել են, որ իրենց համար անսպասելի էր, որ այդքան չարչարանքից ու ռեսուրսներ ծախսելուց հետո չկարողացան 50+ հավաքել։ Երկրորդ, մեծ անհանգստություններ ունեն կապված Ռուսաստանի հետագա պահվածքի հետ, որը բավական չէ չի ճանաչել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, դրան գումարած կոշտ հայտարարություններ է անում եւ տնտեսական սանկցիաներ կիրառում Հայաստանի նկատմամբ։ Իշխանական շրջանակներում խոսում են, որ առաջիկայում գազի գինն էլ է բարձրանալու, իսկ այլընտրանքի բացակայության պայմաններում Ռուսաստանի սանկցիաները կարող են լուրջ հետևանքներ առաջացնել իրենց իշխանության համար։ Հրապարակը իշխանական շրջանակներից տեղեկացել է, որ Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Բանն այն է, որ ակնկալել են, թե իրենց կողմից Արցախի վաճառքից հետո Հայաստանում հրահրած հակառուսական տրամադրությունները շոշափելի արդյունք կտան, եւ հունիսի 7-ին ռուսամետ համարվող ուժերը համատարած կմերժվեն։ Սակայն պարզվեց հասարակությունն այնքան է մերժում Նիկոլ Փաշինյանին, որ պատրաստ է անգամ ռուսամետ կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերին ձայն տալ։ Կես միլիոնից ավելի ձայնն անակնկալի է բերել արևմտյան կենտրոններին։ Թերթին ասել են, որ Արևմուտքը հնարավոր ճնշում է գործադրում, որ Փաշինյանը զիջումների չգնա Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում։ Ծրագրում են, որ Հայաստանի իշխանության հակառուսական քաղաքականությունն այնքան կգազազեցնի Ռուսաստանին, որ նա տնտեսական սանկցիաներն էլ ավելի կխստացնի եւ Հայաստանում հակառուսական դրամատրություններն էլ այնքան կաճեն, որ առճակատումը կմեծանա եւ այդ հիմքով էլ Փաշինյանը դուրս կգա ՀԱՊԿ-ից ու Հայաստանից դուրս կբերի 102-րդ ռազմաբազա։
Հրապարակը գրում է. պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը պատմել է, որ ընտրություններից հետո իրենց անմիջական վերադասը ժողով է հրավիրել եւ աշխատակիցներին սպառնացել, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է իրենց հեռախոսազրույցները եւ իրենք գիտեն, թե որ աշխատակիցը որ ուժի օգտին է քվեարկել։ Թերթի զրուցակցի խոսքով պետն աշխատակիցներին սպառնացել է ասելով, որ բոլոր նրանք, ովքեր ընդդիմությանն են համակրում եւ քննադատում Նիկոլ Փաշինյանին, պետական համակարգից հեռացվելու են։ Աշխատակիցներից մի քանիսը ընդվզել են ասելով, ինչ իրավունքով եք մեզ գաղտնալսում, ինչից հետո գրավոր նկատողություն են տվել ամենաակտիվ բողոքողին, ով ընդդիմադիր հայացքներ ունի։ Ժողովրդին հայտնի է դարձել, որ ԱԱԾ շենքի ուղղությամբ դյուրավար շշեր նետած 31-ամյա Ռաֆի Մանդալյանի դեմ հարուցված քրեական գործով քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքննել է ուժեղ Հայաստան դաշինքի աջակից Ալիկ Ալեքսանյանին։ Թեև Մանդալյանի կապերը իշխող ՔՊ-ի հետ ավելի սերտ են, քան ընդդիմադիր ուժերի, այնուամենայնիվ նախաքննական մարմինը փորձել է Մանդալյանի գործողությունները կապել ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնող անձանց հետ։ Սակայն այդպիսի կապ չի հայտնաբերվել, թեև գործադրվել են բոլոր ջանքերը։ Թերթը տեղեկացել է իր աղբյուրներից, որ դատարանին միջնորդություն է ներկայացվել Ալիկ Ալեքսանյանին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ։ Թե ինչ որոշում կկայացնի դատավորը դեռ պարզ չէ։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանն այս պահին կալանավորված է մեկ այլ փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Իրավապահներին տված ցուցմունքում Մանդալյանը նշել է, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով եւ հիասթափությամբ։ Ըստ նրա, ԱԱԾ վարչական շենք է գնացել կանխամտածված կերպով եւ ոչ աշխատանքային ժամին, փորձելով բացառել մարդկային վնասները, միաժամանակ ապահովելով իր ուղերձի հրապարակայնությունը։